Գեղեցիկ ընտանիքը սկսվում է փոխհարաբերություններից։ Դերասաններ Կարեն Հովհաննիսյանի և Մանե Հակոբյանի ամուսնալուծության լուրը, որը զույգը պաշտոնապես հաստատեց 2026 թվականի մարտին, իրական շոկ էր երկրպագուների համար, չնայած այն հանգամանքին, որ բաժանումը տեղի է ունեցել խաղաղ և փոխադարձ համաձայնությամբ, և զույգը ամեն բան անում է դստեր Նանեի հանգստության համար, դերասանուհու ներքին ապրումները և ցավը լուրջ հետևանքներ են թողել նրա առողջության վրա։ Շատ ենք կոմպրոմիսի գնում, մեր մոտ կոմպրոմիսը շատ կարևոր բան է, եթե ինչ-որ հարց է պետք, անպայման նենց պիտի դասավորենք, որ երկուսիս էլ հարմար լինի ու երկուսիս էլ մեր շահերը պաշտպանենք ու դրա համար մեր կոնֆլիկտները շատ արագ հարթվում են միշտ։ Մանեն երբեք չի թաքցրել, որ այս ծանր շրջանում դիմել է հոգեբանների աջակցությանը, սակայն վերջին շրջանում հետևորդները սկսել էին ահազանգել նկատելով, որ դերասանուհին չափազանց շատ նիհարել է։ Այսօր Մանեն վերջապես կոտրել է լռությունը և հրապարակած հոլովակում անկեղծ և ցավով խոսել է իր սարսափելի խնդրի մասին։ Դերասանուհին բացահայտ խոստովանել է, որ այլևս չի կարողանում վերահսկել սեփական օրգանիզմը, ինչը ծայրահեղ աստիճանի է հասցրել իրեն։ Նա ընդգծել է, որ սա ոչ միայն ազդում է իր արտաքին տեսքի վրա, այլև ամբողջությամբ քայքայում է իր ներսի աշխարհը։ Մանեն բանիմաց մասնագետի է փնտրում։ Հոլովակի վերջում դերասանուհին օգնություն է խնդրել իր լսարանից։ Նա դիմել է այն մարդկանց, ովքեր անձամբ ծանոթ են այս խնդրին կամ ունեն նմանատիպ փորձառություն, որպեսզի իրեն օգնեն գտնել բանիմաց պրոֆեսիոնալ մասնագետի, ով կկարողանա իրեն դուրս բերել այս ծանր հոգեվիճակից և առողջական ճգնաժամից։ Ես չգիտեմ ով ինչպես է այս խնդրին վերաբերվում, ինչպես է լուծում կամ լուծումը թե չի լուծում, բայց ես ուզում եմ վերջապես խաղաղ ապրել։ Եթե կան մասնագետներ այս գծով, խնդրում եմ գրեք, շփվենք, հասկանանք ինչ ենք անում։ Եվ ովքեր նման կերպ են ապրում, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք եւ կիսվեք ձեր փորձով, չափազանց հետաքրքիր է։ Դե ինչ այսքան ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ եւ եղեք տեղեկացված։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։